Հաջողվեց Նիկոլ Փաշինյանին ուղղել հայ-ռուսական սլաքները։ Այդ նպատակով էր նա ընտրություններից հետո առաջին աշխատանքային այցով Եկատերինբուրգ մեկնել, այնտեղ հանդիպել Ռուսաստանի վարչապետի հետ։ Արդեն 1 օր անցել է, դուք որևէ տեղեկություն ունեք, որ ռուսական պատժամիջոցները, իսկ եկեք իրենց անունով կոչենք, ռուսական պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ մեղմացել են, փոխվել են կամ հանվել են ամբողջությամբ։ Ես չեմ տեսել։ Հեշտ չէ այլևս համոզել Մոսկվային, վստահեցնում է քաղաքական մեկնաբանը։ Դրա ապացույցն է նաև այն, որ Պուտինի փոխարեն Միշուստինի հետ է հանդիպել Փաշինյանը։ Խալաթյանի համոզմամբ Հայաստանի ղեկավարն է հանդիպման նախաձեռնողը։ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է, որպեսզի հանդիպի ռուսական կողմին։ Հատկապես հիմա, երբ ավելի են մեծացել հայ-ռուսական հարաբերություններում եղած խութերը։ Հայկական արտադրանքը մերժվել է ռուսական շուկայում ու Փաշինյանը հավանաբար փորձում էր գոնե մեղմացումների հասնել, հավատարմություն հայտնելով ԵԱՏՄ-ին։ Թե ընտրություններից առաջ, թե դրանցից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ իհարկե մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ին մեր մասնակցությամբ։ Ես կարծում եմ, որ սա ԵԱՏՄ-ի հետագա զարգացման շահերից է բխում։ Բայց Փաշինյանի սլաքներն ուղղելու սպասելիքներն այդ հանդիպումից չեն արդարացել Խալաթյանի համոզմամբ։ Ընտրություններից առաջ հունիսին Մոսկվայցի մասին անոնսած, հետո իր իսկ հայտարարությունից հրաժարված Փաշինյանը հասկացել է, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Ռուսական կողմը հստակ մոտեցումներ ունի եւ եթե Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ ընտրություններից հետո կգնա նախկինի պես որևէ հայտարարություններ, խոստումներ կտա եւ դա կընդունվի Մոսկվայում, մենք տեսնում ենք, որ Մոսկվայում դա արդեն չի աշխատում, նրանից պահանջելու են հստակ քայլեր, որոնցով նա պետք է ցույց տա, որ իրականում շահագրգռված է պահպանելու անդամակցությունը Հայաստանի ԵԱՏՄ-ում, Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը բաց է խոսել իրենց ակնկալիքների մասին, ըստ էության իրենց պայմանն է առաջ քաշել։ Հայաստանը պետք է շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար եւ ապահովի նրանց իրավունքների օրինական շահերի ապահովումը։ Միշուստին է, որ այս հանդիպման ընթացքում հիշատակել է Հայաստանում հունիսի 7-ին անցկացված ընտրությունները, չի շնորհավորել Հայաստանի վարչապետին, մինչև այսօր Պուտինից էլ շնորհավորանք չի ստացել Փաշինյանը։ Ռուսական կողմը միևնույն է, չշնորհավորեց հաղթանակի հետ կապված Նիկոլ Փաշինյանին, ռուսական կողմը մտահոգություններ հայտնեց կապված ռուսական բիզնեսի շահերի հետ։ Բիզնես շահերի մասին Փաշինյան-Միշուստին հանդիպման ֆոնին երկուշաբթի խոսեց նաև Եվրամիությունը, Հայաստանում իր դեսպանության միջոցով հիշեցնելով, որ առևտրի եվրոպացի մասնագետներ են գալու Հայաստան, որ հայ արտադրողներին օգնեն գնորդներ գտնել եվրոպական շուկայում։ Մաքսատուրքիայի հանումը Եվրոպական միության կողմից դա չի նշանակում, որ հայկական ապրանքները կկարողանան ամրագրվել եվրոպական շուկայում։ Խալաթյանը չի բացառում անգամ, որ հայկական արտադրանքի եվրոպական շուկա մտնելու դեմ կարող են բողոքի ալիք բարձրացնել եվրոպացի ֆերմերները, ինչպես եղավ անցած տարի, երբ ուկրաինական ցորենը պետք է մտներ եվրոպական այլ երկրների շուկաներ։ Նույնիսկ շատ Ուկրաինային աջակցող երկրները, իդեմս Լեհաստանի, ինչպիսի կտրուկ քայլերի գնացին ուկրաինական արտահանման դեմ ցորենի, որտեղ դրա մեջ վտանգ են տեսնում իրենց ֆերմերների համար։ Հիմա հաց իսկ չնայած է Հայաստանի ծավալները ավելի փոքր են, բայց դե ինչ եվրոպական ֆերմերները շահագրգռված են լինելու։ Քաղաքական մեկնաբանը նկատում է, Հայաստանի հյուսիսային հարևանը 12 տարի է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունի, ինչու վրացական գյուղմթերքին չի հաջողվում դիրքերն ամրացնել եվրոպական շուկայում։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։